Բարև ձեզ Տիկին Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը եւ համաձայնեցիք հարցազրույց տալ մեզ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Տիկին Պետրոսյան, մասնագիտության ընտրության հարցում արդյոք ձեր ընտանիքը որևէ դերակատարում ունեցել է, թե դուք ինքներդ եք որոշել, որ պետք է մի փոքր ավելի բարդ ճանապարհով անցնեք։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանում իրավագիտության ֆակուլտետում, ստացել եմ բակալավրի, ինչպես նաև իրավագիտության մագիստրոսի կոչում, դրանից հետո աշխատել եմ Երևան քաղաքի Առաջին ընդհանուր իրավասության դատարանում, դատավորի գործավար, այնուհետև դատավորի օգնական, դրանից հետո արդեն աշխատել եմ Հայաստանյան բանկերից մեկում, եղել եմ առաջատար մասնագետ սնանկության գործերով, ելի մասնագիտությամբ իրավաբան, սակայն դրանից հետո արդեն 2022 թվականին որոշում եմ կայացրել որպես քննիչ աշխատել եւ այնուհետև իմ աշխատանքային գործունեությունը 2022 թվականից մինչ օրս շարունակում եմ քննչական կոմիտեում, սկզբում նշանակվել եմ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ, այնուհետև ավագ քննիչ, ներկայումս գործուղված եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում որպես ավագ քննիչ։ Ընտանիքի անդամները ինձ չեն ուղղորդել ընտրության հարցում որևէ դերակատարում չեն ունեցել, սակայն երբ ես ընտրել եմ քննիչի աշխատանքը, իրենք մշտապես ողջունել են իմ որոշումները, կանգնել են իմ կողքին եւ որևէ անգամ չեն քննադատել ու իմ որոշումները ընդունել են նորմալ ձևով, բայց չեն ուղղորդել, չեն ասել, որ պետք է գնամ ու ընտրեմ պարտադիր քննիչի մասնագիտություն։ Դա եղել է իմ որոշումը, իմ անձնական որոշումը։ 2022 թվականից աշխատում եք որպես քննիչ։ Կնոջ համար այստեղ ինչ դժվարություններ կա։ Ինչպես արական սեռի, այնպես էլ իգական սեռի քննիչների առջև կարող են առաջանալ բազմաթիվ դժվարություններ, կարող են լինել բավականին շատ լարված իրավիճակներ, սակայն այդ խնդիրների լուծումը բացառապես ոչ թե կախված է սեռով, այլ այդ խնդիրների լուծումը կախված է անձի մասնագիտական գիտելիքներից, ինչպես նաև բնավորությունից, քննիչը պետք է կարողանա արագ եւ սպոնտան որոշումներ կայացնի, ինչպես նաև պատասխանատու որոշումներ կարողանա կայացնի եւ ճիշտ կողմնորոշվի եւ արդյունքում այդ առաջացած խնդիրները հնարավոր կլինի լուծել, այսինքն խնդիրների լուծումը բացառապես սեռով պայմանավորված չէ։ Այնուամենայնիվ քննչական կոմիտեում կան բավականին նրբանկատ արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր եթե տեսնում են, որ մենք ինչ-որ հարցում դժվարանում ենք, պատրաստական են մեզ օգնել եւ իրենց օգնությունը պարբերաբար առաջարկում են։ Այնուամենայնիվ կան ինչ որ առանձնահատուկ դժվարություններ, որոնց բախվում են հենց կին քննիչները, որ օրինակի տարբերություն, եթե լիներ քննիչը տղամարդ, այդ խնդիրները չէին առաջանա։ Նման խնդիրներ չկան ներկապահին, եթե նախկինում օրինակ քաղաքացին իմանում էր, որ իր քրեական գործը քննելու է իգական սեռի ներկայացուցիչ քննիչը, մի քիչ անվստահ էր, կարծում էր, որ նույն ելքը չի ունենա, ինչ եթե արական սեռի ներկայացուցիչ քննիչը իր գործը քններ, սակայն ներկայումս պետական մարմիններում բավականին բարձր պաշտոններում, այդ թվում նաև ուժային կառույցներում զբաղեցնում են իգական սեռի ներկայացուցիչները, կանայք են բավականին նաև դերակատարում ունեն եւ հասարակությունը արդեն ընդունել է եւ համակերպվել է այս ամեն ինչի հետ, հիմնական խնդիրը մարդկանց վստահությունն էր մեր սեռի նկատմամբ, հատկապես ուժային կառույցներում, բայց ներկայումս այդ խնդիրը չկա, արդեն երբ որ քաղաքացիները գիտեն, որ իրենց քննիչը կին է, մտավախություն չունեն, անգամ գիտեն, որ կինը ավելի նվիրումով կարող է իր աշխատանքը իրականացնել։ Այնուամենայնիվ եղել են ձեր աշխատանքային պրակտիկայում, որ հարցաքննվողից կամ նրա հետ փոխկապակցված անձանցից ստանաք անձնական բնույթի սպառնալիքներ։ Երբևէ չի եղել իմ աշխատանքի ընթացքում, որ ես ստանամ որևէ սպառնալիքներ որևէ մեկի կողմից։ Առաջին հերթին դրական հարաբերություններ են ձևավորվում վարույթի մասնակիցներից յուրաքանչյուրի հետ։ Փորձում ենք կոնֆլիկտի մեջ չմտնել կողմերի հետ, ինչպես նաև հարգալից ենք վարվում նրանց հետ եւ հետեւաբար նույնը ստանում ենք, չի հասել խնդիրը երբևէ այն կետին, որ իմ հասցեին ստանամ ես որևէ սպառնալիքներ, նման բան չի եղել իմ աշխատանքային պրակտիկայում։ Իսկ այնուամենայնիվ ինչ առանձնահատկություններ կան այդ հարցաքննության ընթացքում, որ դուք պահում եք, որ դրանք պարտադիր են։
Առանձնահատկություններ առաջին հերթին պետք է շփումը չտանենք անձնական դաշտ կամ մեր անձնական որակները ի ցույց չդնենք, մենք պետք է հասկանանք, որ քննիչ եւ վարույթի մասնակից հարաբերություններ պետք է ձևավորվեն ու բոլորը պետք է մենք այնպիսի վարքագիծ դրսևորենք, որ անկախ դիտորդի մոտ ձևավորվի վստահություն եւ որևէ մեկը չկասկածի մեր անաչառության վրա, այսինքն այնպիսի հարաբերություններ ենք ձևավորում, վարվելակերպ ենք դրսևորում, որ կողքից որևէ մեկը չկարծի, որ ինչ որ հարաբերություն կամ անձնական կապ ունենք տվյալ հարցաքննվող անձի հետ։ Հիասթափություններ ձեր աշխատանքում հաճախ են լինում։ Չէ, երբևէ չեմ հիասթափել իմ աշխատանքից, երբ ծանր լարված ինչ որ իրավիճակ է եղել, այդ իրավիճակը պատվով հաղթահարելուց, դժվարությունը պատվով հաղթահարելուց հետո, երբ մեկ անգամ խորը շունչ ենք քաշում, արդեն ամեն ինչ հետևում է մնում եւ չենք հասցնում որևէ բանից հիասթափել, առավել եւս աշխատանքից, նման իրավիճակներ չեն եղել իմ կյանքում ու պրակտիկայում։ Խոսեցիք ծանր եւ լարված աշխատանքից, այ կհիշեք որևէ դեպք, որ շատ է տպավորվել ձեզ մոտ։ Կոնկրետ քրեական վարույթ չեմ կարող առանձնացնել, որովհետեւ յուրաքանչյուր քրեական վարույթի քննության ընթացքում ես փորձում եմ ամբողջ հանգամանքները պարզել, խնդիրների մեջ խորանալ ու հետեւաբար յուրաքանչյուր քրեական վարույթ էլ ինձ վրա ազդեցություն ունենում է, տպավորվում է ինձ մոտ, սակայն կոնկրետ քննչական գործողության մասով հիշում եմ, որ տպավորվել է ինձ մոտ իմ առաջին առերեսումը, մտավախություն ունեի, սկզբից լարվում էի, որովհետև կողմերը բավականին կոնֆլիկտային էին եւ մինչ առերեսումը միմյանց նկատմամբ թշնամական հարաբերությունների մասին արդեն տեղյակ էի, առաջին լարված վիճակը դա եմ մտաբերում, սակայն կոնկրետ քրեական վարույթով այդպես ինչ որ քրեական գործ չեմ կարող առանձնացնել։ Ինձ շատ հետաքրքիր է ինչպես է սկսվում ձեր աշխատանքը, հա, այս ստացակ ինչ որ գործ կամ հաղորդում ստացակ, ոնց է սկսվում այդ ամեն ինչի քննությունը։ Երբ որ մենք հաղորդումը ստանում ենք, կլինի հետաքննության մարմնից, կլինի ֆիզիկական իրավաբանական անձանցից, կարող ենք ստանալ նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից իրենց գործունեության ընթացքում ստանում ենք հաղորդումը, կարդում ենք հաղորդումը եւ արդեն պետք է հասկանանք քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն ենք կազմում, թե քրեական վարույթ նախաձեռնելու մասին գրություն, եթե քրեական վարույթ ենք նախաձեռնում, անմիջապես ձեռնամուխ ենք լինում նախաքննության իրականացմամբ, եթե տուժողներ կան, տուժողների ենք հարցաքննում, եթե դեպքի վայրի զննությունը առաջնային գործողություններից է, պետք է անմիջապես հասնենք դեպքի վայրը զննենք, անհրաժեշտ հետքերը վերցնենք, այնուհետև եթե վկաներ կան, վկաների հարցաքննություն, առերեսումներ, ճանաչումներ եւ մնացած քննչական գործողությունները պլանավորում ենք եւս թերթականության կատարում։ Կա որևէ քրեական վարույթ, որը շատ է տպավորվել ձեզ մոտ եւ գուցե դա արդեն ինչ որ ելք ստացել է։ Կոնկրետ քրեական վարույթ չեմ կարող առանձնացնել, որովհետև յուրաքանչյուր քրեական վարույթ իր առանձնահատկությունն է ունեցել, ամեն մի քրեական վարույթ ունեցել է իր հիշարժան պահերը, հիշարժան ինչ-որ քննչական գործողություն, բայց որ կոնկրետ առանձնացնեմ քրեական վարույթ չեմ կարող, քանի որ յուրաքանչյուրն էլ ինձ վրա մեծ ազդեցություն ունեցել է, առանձնացնել չեմ կարող։ Մեր հասարակությունը սովորաբար տարբեր աշխատանքներին տարբեր որակումներ է տալիս, մասնավորապես դրանք տարանջատելով, որ սա կնոջ աշխատանք է, սա բացառապես տղամարդու աշխատանք է։ Քննիչի աշխատանքում եղել է դեպք, երբ մտածեք, որ այնուամենայնիվ դա կնոջ համար չէ, տղամարդու աշխատանք է, քննիչի աշխատանքը։ Տարիներ առաջ հասարակության մեջ նման կարծիք կար, կարծրատիպ կար, որ եթե ուժային կառույցում կին է աշխատում, հետևաբար նրա կողմից կատարած աշխատանքը որակյալ լինել չի կարող, սակայն ժամանակները փոխվում են, պետական մարմիններում բավականին կանայք են հայտնվել եւ արդեն հասարակության մեջ դա սովորական երևույթ է դարձել, երբ իրենք տեսնում են իրենց շրջապատող ուրեմն կառույցներում, պետական մարմիններում աշխատող կանանց եւ հետեւաբար արդեն նորմալ են ընդունում, ավելին գուցե ավելի շատ ցանկանան ներկայացնել, որ կանայք իրենց գործը քննեն, քանի որ ավելի համբերատար են կանայք, ավելի կարողանում են ճիշտ պլանավորել, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ձևավորել քաղաքացիների հետ, ինչպես նաև հասկանում են, որ ավելի նվիրումով են կանայք իրենց աշխատանքը կատարում, ավելի պարտաճանաչ են աշխատանքը կատարելիս, եւ եթե յուրաքանչյուր ոք ունենա ուժեղ կամք, ճիշտ պլանավորի աշխատանքը անկախ սեռից,
ապա իր նպատակներին կկարողանա հասնել։ Վստահ եմ, որ առիթ ունեցել եք ձեր համազգեստով հասարակության մեջ լինելու, կողքից ինչ արձագանքներ, ինչ հայացքներ եք զգում։ Հիմնականում քննչական գործողությունների կատարման ժամանակ եմ հայտնվում համազգեստով դեպքի վայրում կամ հասարակության մեջ, քաղաքացիների մեջ հետաքրքրություն է առաջանում, սովորաբար փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, հատկապես էլ երբ որ քննչական գործողությունները տեսաձայնագրառվում են, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց զուտ սեռով պայմանավորված որևէ տարօրինակ հայացքներ չեն եղել, այսինքն նույն կերպ են նայում, նույն հետաքրքրությամբ կնային իրավիճակին, եթե անգամ քննիչը լիներ տղամարդ, այսինքն ոչ թե նայում են ու զարմացած են, որ կին է քննիչը, այլ զուտ իրենց հետաքրքրության համար, թե ինչ է կատարվում դեպքի վայրում, ինչ գործողություններ են կատարվում վերջինիս կողմից։ Կարող եք կիսվել հետաքրքիր հոգեբանական հնարքներով, որոնք օգտագործում եք հարցաքննությունների ժամանակ։ Հիմնական հոգեբանական հնարքը, որ մշտապես կիրառում եմ, երբ որ վարույթի մասնակիցներին ինչ-որ մեկին պետք է հարցաքննեմ, ենթադրենք վկային պետք է հարցաքննեմ կամ մեղադրյալին պետք է հարցաքննեմ, տպավորություն եմ ստեղծում, որ ես դեպքի հանգամանքների մասին ամեն ինչ գիտեմ, եւ հետեւաբար իրենք հակված չեն ստելուն, այսինքն իրենք մտածում են, որ եթե քննիչը ամեն ինչից տեղյակ է, հետեւաբար իմաստ չունի ստել եւ այսպես ավելի ճշմարտացի ցուցմունք են կարողանում ստանալ նախաքննության արդյունքում։ Կամ առերեսումների ընթացքում հարցաքննվում է առաջին այն անձը, ով ըստ իմ ներքին համոզման առավել ճշմարտացի ցուցմունքն է տալիս եւ ով նախաքննության ընթացքում ենթադրաբար ստում է, արդեն աշխատում է առերեսման ժամանակ չստել եւ ճշմարտացի ցուցմունք տալ։ Կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ առանձնահատկություններ ունեն ձեր վարչությունում քննվող գործերը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվում են առանձնակի բարդություն ներկայացնող բազմածավալ ու բազմադրվակ քրեական վարույթներ, օրինակ իմ վարույթում քննվում են կոռուպցիոն բնույթի, առանձնապես խոշոր չափով խարդախության, վստահված գույքը առանձնապես խոշոր չափով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթներ։ Կհիշեք, որն է ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը եւ ինչ ելքի այն ունեցել։ Առաջին գործս ես ստացել եմ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում, երբ աշխատում էի որպես քննիչ, ստացել եմ խարդախության վերաբերյալ քրեական վարույթ, քաղաքացին եկել, դիմում էր, հաղորդում էր ներկայացրել, հայտնելով, որ իրենից խաբեությամբ գումարներ են հափշտակել, սակայն նախաքննության ընթացքում պարզեցի, որ այդ հանցակազմը, խարդախության հանցակազմը չկա, կողմերի միջև ընդամենը ձևավորվել են քաղաքացիայի իրավական հարաբերություններ, նրանց միջև նախապես կնքվել էին պայմանագրեր եւ հետեւաբար ելքը եղավ նա, որ քրեական վարույթը կարճվել էր։ Ձեր ընտանիքում դուք միակ կին քննիչը չեք, ձեր քույրը եւս ընտրել է այս ճանապարհը, արդյոք ձեր ընտրությունը որևէ կերպ ազդեցություն է ունեցել նաեւ իր ընտրության վրա եւ արդյոք դուք որևէ կերպ խորհուրդ եք տվել իրեն ընտրի թե ոչ։ Երբ 2022 թվականին անցած ծառայության քննչական կոմիտեում բավականին դրական եմ արտահայտվել իմ աշխատանքի մասնագիտության վերաբերյալ, քույրս էլ այդ ժամանակ այլ վայրում էր աշխատում, վերջինիս մոտ բավականին դրական արտահայտվելուց հետո վերջինիս խորհուրդ եմ տվել, որպեսզի ինքն էլ դիմի անպայման իր ուղին շարունակի մեզ մոտ, լսելով իմ խորհուրդները, վերջինս էլ քույրս էլ եկել է եւ քննչական կոմիտեում ներկայումս Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններից մեկում քննիչ է աշխատում, բավականին դրական տպավորություններ ունի, շատ մեծ հաճույքով է ծառայությունը անցկացնում քննչական կոմիտեում եւ չի փոշմանել, որ իմ խորհրդին հետեւել է, այո, իմ խորհրդով է եկել եւ բավականին դրական էմոցիաներ է ստանում իր աշխատանքից ու անգամ մտքեր չունի աշխատանքը փոխելու կամ աշխատանքից դուրս գալու վերաբերյալ։ Մեր այս հարցազրույցների շարքի շրջանակներում հաճախ պարզվում է, որ քննիչների գեր ծանրաբեռնված աշխատանքի պատճառով նրանք հաճախ մնում են աշխատասենյակում, գիշեր են անցկացնում, շատ ուշ ժամի են ավարտում իրենց աշխատանքը եւ գնում։ Հա դուք եւս այս ծանրաբեռնվածությամբ եք աշխատում եւ ինչ է պետք անել, որպեսզի այս խնդիրը լուծվի։
Ծառաբեռնվածությունը քննչական բաժիններում իհարկե շատ են, սակայն դրանց լուծման ուղղված գործողություններ իհարկե իրականացվում են, մասնավորապես կադրային քաղաքականություն է իրականացվում, կադրային համալրում եւ բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ գործերի քննության, պատշաճ քննության իրականացման համար։ Նաեւ քննչական բաժիններում, ստորաբաժանումներում կա հերթապահություն, այսինքն ոչ միայն ցերեկային ժամերին ենք մենք զբաղվում մեր աշխատանքով, այլ նաեւ գիշերային ժամերին, երբ որ դեպքեր են լինում, հերթապահքնիչը պետք է առաջնային հրատապ գործողություններ իրականացնի, մասնավորապես դեպքի վայրի զննություն, տուժողների ու վարույթի այլ մասնակիցների հարցաքննություն եւ գործի բնույթով է պայմանավորված այդ աշխատանքի ծանրաբեռնվածությունը, այնուամենայնիվ քննչական կոմիտեում բավականին գործուն միջոցներ են ձեռնարկվել եւ ներկայումս ձեռնարկվում կադրային քաղաքականության նպատակով, ինչպես նաեւ սոցիալական երաշխիքների բարձրացմամբ ենք զբաղվում, որպեսզի այն քաղաքացիները, այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան պատշաճ որակներ դիմեն եւ ամեն դեպքում իրենց ծառայությունը անցկացնեն քննչական կոմիտեում եւ այդ գերծանրաբեռնվածությունը այդ տարբերակով ել ավելի կթոթափվի։ Ամեն դեպքում նաև այն իքական սեռի ներկայացուցիչները, ովքեր որ ցանկանում են դիմել քննչական կոմիտե ու կարծում են, որ սեռով պայմանավորված որևէ դժվարությունների են հանդիպելու, վստահաբար ասում են, որ նման բան չկա, դժվարությունները սեռ չեն ճանաչում եւ եթե դժվարությունները ծառացել արական սեռի ներկայացուցիչների առջև եւ նրանք կարողացել են հաղթահարել, ապա իքական սեռի ներկայացուցիչների առջև այդ նույն դժվարությունները ծառանալու դեպքում վստահաբար նաև կհաղթահարվեն վերջիններիս կողմից, այնպես որ այն իքական սեռի ներկայացուցիչները, ովքեր երկմտում են, մտածում են գուցե տղամարդու գործը, վստահաբար ասում են, որ ոչ, կարող են դիմել եւ մեր շարքերը համալրել։ Քանի որ այս հարցազրույցը անցկացնում ենք կանանց միջազգային օրվան նվիրված թեմայով, գուցե դուք որևէ մաղթանք ունեք հայ կանանց աղջիկներին, կխնդրեմ հավեք։ Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, աղջիկներին, մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում եմ, որպեսզի երբեք անկախ իրենց աշխատանքից, անկախ ոլորտից, մասնագիտությունից իրենց կանացի հմայքը, իրենց կանացիությունը չկորցնեն, որովհետև հասարակությունում շատ դժվար իրավիճակներում մենք կարող ենք հայտնվել, բայց գուցեև հաղթահարման ուղին նաև իրենց կանացի ու գեղեցիկ հմայիչ լինելու մեջ թաքնված լինի, այսինքն եթե ուժային կառույցներում աշխատանք են անգամ կանայք իրականացնում, պետք չէ որ ավելի կոպիտ լինեն, ավելի տղամարդկային լինել, իրենք իրենց տեսակը որպես կանացի չփոխեն եւ դրանով կկարողանան ամեն ինչի հասնել։ Ցանկանում եմ, որպեսզի բոլորը երջանիկ լինեն, ինքնաբավ լինեն, զբաղվեն այն աշխատանքով, ինչը որ երազել են, ինչին որ մանկուց ցանկացել են, դրան հասնելու համար բավականին կրթվեն, լինեն աշխատասեր եւ ունենան ուժեղ կամք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։